Պարզվում է Հայաստանում ընդունված օրինագծերի մեծ մասը եփում է կառավարությունն ու տակ-տակ ուղարկում Բաղրամյան 19 հասցեում գտնվող ազգային ժողով։ Իսկ այնտեղ մնում է միայն քվեարկել, համեղեր այն, թե ոչ։ Դե իսկ մամայի եփածին անուն չենք դնի, հետևաբար ինչ նախագիծ մշակել ու մշակում է գործադիրը, օրենսդիրը հաստատում է։ Ստացվում է ԱԺ-ն աշխատում է աութսորսինգ սկզբունքով։ 8-րդ գումարման ազգային ժողովում ընդհանուր 2289 նախագծից 87%-ի կամ 1976-ի հեղինակը հենց գործադիրն է։ Պատգամավորները հեղինակել են 279, իսկ խմբակցությունները ընդամենը 34 նախագիծ։ Իհարկե, պատգամավորի գործը միայն օրենք գրելը չէ։ Նրանք ներկայացնում են ԱԺ որոշումների, ուղերձների նախագծեր, հարցեր են տալիս կառավարության անդամներին, աշխատում են հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում, ելույթներ են ունենում, վիճում են, երբեմն այնպես բուռ են, որ հերթը հասնում է իրար ծեծելուն։ Բայց այս ամենին զուգահեռ պատգամավորի առանցքային իրավունքներից է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը։ Ու հենց այստեղ է պարզվում, որ 8-րդ գումարման խորհրդարանի 64 պատգամավոր այս տարիների ընթացքում այդպես էլ չի հեղինակել գեթ 1 օրենսդրական նախագիծ։ Իսկ իմանալու համար, թե ովքեր կան այս ցանկում, կարդացեք Infocom-ի հետազոտությունը, որը պատմում է օրենսդրական նախագծեր ներկայացրած ու չներկայացրած պատգամավորների մասին։